Բարևներ սիրելիներս, մեզ մոտ տեսեք ինչ հաճելի եղանակ է, ոմանց համար հաճելի, ովքեր սիրում են անձրևային եղանակ, ոմանց համար էլ իհարկե տխրեցնող, ովքեր պիտի աշխատանքի գնան, ովքեր հարմարություններ չունեն եւ այլն։ Մենք քանի որ անհամբերությամբ սպասում ենք, որ եղանակը մի քիչ հովանա, ուրախ ենք, օй շատ լավ է, այս ծառերը մի քիչ կշնչեն, մի քիչ կհովանան, որովհետև շատ են փոշոտվում հարևանությամբ իրականացվող կառուցապատման աշխատանքների պատճառով։ Արեք, բարի լույս բալ, անձրև է գալիս, ես քեզ եմ սիրում։ Անձրևը դադարեց, ես տղաներիս հետ գնացի սուպերմարկետ եկա, իրականում այս ձկան համար չէի գնացել, բայց երբ տեսա, իհարկե չկարողացա անտարբեր անցնել, գնեցի, ավելի շատ քանակությամբ գնեցի, որովհետև ոչ միշտ է հասանելի, սա նորվեգիական սաղմոն է, այստեղ շատ քիչ մարդիկ կան, որ սաղմոնձուկ ուտում են, սիրում են, գնում են, հետաքրքրված են, դրա համար ոչ միշտ են բերում ու անցած անգամ ես գնացի, հարցրեցի, ասացին, որ չկա, չունենք, եթե ցանկանում եք գնել, հեռախոսահամար կթողնենք, կզանգահարեք, կպատվիրեք եւ այլն։ Մի խոսքով, մի երկու անգամ զանգել եմ, հասանելի չեն եղել, ու էլ չեմ զանգահարել, բայց այս անգամ երբ տեսա կար, մի անգամից շատ գնեցի, որպեսզի սառցարանում պահեմ ու մի ընթացք գոնե տանը ունենամ, երեխաների հետ պատրաստեմ, չնայած Ռոնին այնքան է շատ չի սիրում ձուկ ընդհանրապես, ավելի շատ մսակերը այծիկի միս է սիրում, հավի միս է սիրում։ Այսե թող գա հելը։ Ուր է պապան։ Խանութում էի, մտքովս անցավ բոված այս մանր վերմիշելներից գնեմ։ Սա գիտեք չէ, որ հնդիկները օգտագործում են միայն քաղցրավենիքի մեջ, այսպես որպես փլավ չեն պատրաստում ուտում մեզ նման։ Կաթովն ու շով քաղցրավենիք են պատրաստում։ Սկեցրայրս հատուկ ձեզ համար, հատուկ իմ ալիքի համար պատրաստել է այդ քաղցրավենիքից, որ կոչվում է պայասմ։ Ես իհարկե հային հատուկ ձևով այսպես յուղով բովում եմ եւ փլավ եմ պատրաստում, բայց իհարկե պատրաստի համեղ պայասամից էլ երբևէ չեմ հրաժարվում։ Տատայի արտադրանք է, տատան գիտեք, որ շատ հայտնի, ամենահայտնի երևի մթերային արտադրության ընկերություններից մեկն է Հնդկաստանում եւ ամենահուսալիներից, եթե ոչ ամենահուսալին։ Եթե ասում են տատայի արտադրանք է, ուրեմն մարդկանց մոտ արդեն ասոցացվում է հուսալիության հետ, որ ավելի լավը կլինի, քան օրինակ մնացած ընկերությունների ապրանքները։ Choose and fill. We must share and dash. Share, care and love. Share, care. Ունի ուղիղ նստի, սիրում ոտքերը դիչացրու բար։ Ռոնին պատրաստվում է դպրոց գնալ, իր համար անձրևային կոշիկներ էի պատվիրել, հենց նոր եկավ։ Սա տեսնենք ոտքին լինում է թե չէ, նոր գնա։ Օհա, սա էլ է եկել։ Սա էլ դպրոցի համար է, որ լանչբոքս դնի մեջը տանի։ Այսպիսի փոքրիկ պայուսակ է, որակը բավականին լավն է գնի համար։ Ներսում էլ այսպես է։ Ցեպն այնքան էլ ամուր չէ ոնց որ, բայց դե շատ ծանր բան չենք դնելու մեջը, այնպես որ իր լանչբոքսի համար հարմար է։ Իր դպրոցական համազգեստին էլ համապատասխան է գունային առումով։ Մի հատ Ռոնիի համար էի պատվիրել, մի հատ Արեգի, տեսնենք ումն է եկել հասել։ Այս կողմից բացի բալես։ Հանի։ Yes! Լավն է։ My favorite. I'm շատ սիրացնի։ Լավն է։ Շատ լավն է բալ։ Տեսնենք հարմար է, կոշտել չի, փափուկ է։ Առանց լաստիկի։ Perfect. Exactly. Հենց քո ոտքով է։ Սա իհարկե առանց մասկիների պիտի հագնի։ Հանի թող ինքն էլ հագնի բալ ջան, լացումը։ Օ ճայ ջանա։ Թարս ես հագել։ Վայ կընկնես ես այսպես։
Գիտեք ինչ եմ ուզում ձեզ ցույց տալ, մազերի խնամքի միջոցներ, որոնք ես օգտագործում եմ վերջերս, քիչ առաջ պատվեր էի անում ու հիշեցի, որ ես մտածում էի ձեզ ցույց տալու մասին, մազերս քանի որ հարթեցում եմ արել, պրոտեինային հիմքով հարթեցում եմ արել, ու իհարկե այդ պրոցեդուրայից հետո ցանկացած տեսակի շամպու ու կոնդիցիոներ չես կարող օգտագործել, հատուկ շամպուն է պետք դրա համար։ Ինձ սալոնում առաջարկեցին սա գնել, այս ապրանքանիշի շամպուն եւ կոնդիցիոները, ես երկար ժամանակ է արդեն սա եմ օգտագործում ու քանի որ զեղ չէր այն կայքում, որտեղից որ հիմնականում պատվիրում եմ դիմահարդարման պարագաներ, խնամքի միջոցներ, մտածեցի պատվեր անեմ, քանի դիսկաունտ կա, քանի զեղ չէ, որովհետև գուցե հետո այդ զեղ չլինի, իսկ ինձ պետք է գալու մեկ է, սա վերջանալու է ու ինձ պետք գա, արդեն կեսը օգտագործել եմ։ Ինչի են խորհուրդ տալիս հատուկ մազի խնամքի միջոցներ օգտագործել այս հարթեցումից հետո, որովհետև շամպունները հիմնականում պարունակում են սուլֆատներ, իսկ սուլֆատը լավ ազդեցություն չունի հարթեցված մազերի վրա։ Սուլֆատը մազերի հարթեցման այդ էֆեկտը հանում է ժամանակի ընթացքում, երբ հաճախ լվանում ես։ Դրա համար եթե ցանկանում ես շուտ չկորցնել այն արդյունքը, ինչ որ ունես, ինչի համար վճարել ես, ինչի որ էժան չի բնականաբար, պետք է օգտագործել հատուկ շամպուններ ու դե իհարկե սրանք էլ մատչելի չեն։ Սա օրինակ այս շամպունը 250 մլին արժի 1440 ռուփի։ Սա Ամերիկայի արտադրանք է, ստա գրված է Florida USA։ Բայց ես սա զեղչով եմ առել իհարկե, շատ չի զեղչվել, որ ասեմ կես գնով եմ առել, չէ, բայց մի 200 ռուպի տարբերությամբ եմ գնել։ Մի խոսքով Հայաստանի սրահներում, սալոններում ինչպես է, օրինակ իրենք ունեն խնամքի միջոցներ, որ օրինակ ինչ որ պրոցեդուրա են ձեզ անում, թե մաշկի հետ կապված, թե մազերի, հետո առաջարկում են իրենցից գնել, թե ուղղակի ասում են նմանատիպ միջոցներ օգտագործեք ու դուք էլ ձեզ չեն առաջարկում, որ իրեն սալոնից գնեք։ Օրինակ այստեղ առաջարկում են, այնտեղ ունեն դրված, ասում են օրինակ սա պիտի օգտագործես, մենք վաճառում ենք, կարող ես մեզանից գնել, ինչպես նաև այստեղ սալոններում, եթե գնում ես մազերդ կտրելու, նայում են մազերիդ ընդհանուր վիճակին ու սկսում են իրենց ծառայությունները ներկայացնել, ասել օй օրինակ քո մազերն այնքան էլ լավ որակի չէ, պետք է մի քիչ սնուցել, սնուցող դիմակներ կարող ենք առաջարկել, մենք հենց այդ ծառայությունը ունենք, մազերից սպա անել եւ այլն ու բերում են իրենց ցանկը, ցույց են տալիս գներով, որ սա կարելի անել ու 2-3 անգամ որ անես շատ ավելի լավը կդառնա մազերիդ որակը, փայլ կհաղորդվի եւ այլն։ Իհարկե շատ մարքեթինգային քայլ է բնականաբար, ուզում են իրենց ծառայությունները վաճառել ու ընթացքում վարսահարդարը մազերիդ կտրելու, ֆենելու ժամանակ հիշեցնում է, որ կօգտվես անպայման այդ ծառայությունից, եթե ուզում ես հիմա էլ մազերը կտրելուց հետո կարող ենք անել, այդպես մարդկանց համոզում են, որպեսզի իրենց ծառայությունները գնեն։ Դա էր այդպես, հա, իմիջիայլոց ես երբ մազերս հարթեցրեցի, ես իրենց մոտից չգնեցի շամպունը, ես գնեցի սա L'Oreal-ի Extenso շամպունն եմ գնել, սա էլ սուլֆատ չի պարունակում, սուլֆատ եւ պարաֆին չի պարունակում։ Մտածեցի դե հիմա սուլֆատ չի պարունակում, ինչ տարբերություն, կարևորը դա է, այդ քիմիական նյութը չկա, բայց դե ասում են, որ չէ, սա էլ այն չէ, որովհետև հատուկ հարթեցված, պրոտեինով մշակված մազերի համար հատուկ շամպուն գոյություն ունի, դա ավելի լավ է, քան սա։ Մի խոսքով ես ամեն դեպքում գնեցի նաև սա, որպեսզի վստահ լինեմ, որ ամեն ինչ ճիշտ եմ անում ու մազերիս արդյունքը երկար ժամանակ կպահպանվի ու ես չեմ զղջա, որ այդքան գումար եմ տվել մազերիս, գումար եմ ծախսել մազերիս վրա։ Սա լոգանքի գել է, 2 օր առաջ եմ պատվիրել, այս ապրանքանիշի առաջին անգամ Արատա, բավականին լավն է, անուշը շատ բույր ու թունդ չի, արհեստական չի, մեղմ վարդային հիմքով բույր է։ Դե իհարկե սիրելիներս, այստեղի ապրանքներից ինչ որ ձեզ ցույց եմ տալիս, շատ երկար մանրամասն չեմ ծավալվում, չեմ ներկայացնում, որովհետև մեծ մասը իհարկե այստեղից չեք ու չեք գնում, բայց մտածում եմ գուցե ձեզ մոտ էլ խանութներում լինեն, ով իմանա ու հաշվի առնեք իմ կարծիքը, եթե հանդիպեք գնեք, բայց իհարկե Հնդկաստանում էլ կան հայեր, ովքեր որ երևի դիտում են ինձ ու այդպես իրենք կտեսնեն, եթե ցանկություն ունենան, կարող են իրենք էլ գնել, օգտվել։ Եվ Մարս ապրանքանիշի շրթներն եմ գնել,
շուրթերից այս գույնն է, ես այս գույնի սիրահար եմ, շատ եմ սիրում այս գույնը, շատ վառ գույներ չեմ սիրում, կար ժամանակ, որ սիրում էի վառ գույներ ու ընդհանրապես ես վառ դիմահարդարում սիրել եմ, շատ եմ սիրում աչքերիս սուրմա քսել, ստվերաներ կանել, իմ հագուստին համապատասխան, տեղին համապատասխան, որտեղ որ պետք է գնայ, դա փոփոխության ենթարկվեց, ավելի քիչ սկսեցի դիմահարդարվել երեխաների ծնունդից հետո, Ռոնին երբ ծնվեց, իհարկե ինչ որ առիթներին դիմահարդարվում էի, էլի ինչպես որ ցանկանում էի, ինչպես որ սովոր էի, բայց քիչ-քիչ քչացրեցի, որովհետև անհարմար է երեխայի հետ քսել շորտներ, տոնային կրեմ եւ այլն, ու այդպես աստիճանաբար անկախ ինձանից ես քչացրեցի ու հետո մի պահ հասկացա, որ ես էլ չեմ սիրում շատ դիմահարդարվել, ինձ ավելի շատ մինիմում դիմահարդարումն է դուր գալիս, բայց մեկ-մեկ հիշում եմ ու ասում եմ, օ, շատ եմ ուզում նորից սիրուն դիմահարդարվել, իդեպ դիմահարդարման կուրս եմ անցել նաև շատ տարիներ առաջ, երբ ուսանող էի, ուսանողական տարիների դասերին զուգահեռ նաև դիմահարդարման դասընթացների եմ գնացել, բայց դե իհարկե ժամանակի ընթացքում, երբ որ չես օգտագործում քո գիտելիքները, վարպետությունդ պակասում է, էլի այդ հարցում։ Ես այստեղ մի ժամանակ ունեի հաճախորդներ դիմահարդարման համար, ունեի բոլոր անհրաժեշտ կոսմետիկան, դիմահարդարման միջոցները պրոֆեսիոնալ դիմահարդարում անելու համար, այդ բոլոր լավ ապրանքանիշերի, բրենդների միջոցներն ունեի, բայց հետո Ռոնին ծնվեց ու մի քիչ ամեն ինչ հետ ընկավ, այդ դադարեցրեցի ու այլ պրակտիկ չէր ինձ համար, որպեսզի կարողանայի շարունակեի։ Շատ փափուկ է սա։ Տևական ժամանակ է ինչ օգտագործում եմ L'Oreal-ի այս թարթչաներկը, բավականին լավն է, շատ լավն է ես կասեի, ես սիրում եմ հիմնականում այս տեսակ խոզանակով թարթչաներ, կան է սենց հաստ խոզանակով տուշեր թարթչաներկեր, բայց դա չեմ սիրում, որովհետև վերև ներքև քսվում է, գլխացավանք է էլի, ու համ էլ լավ չի բարձրացնում թարթիչները, մի խոսքով սա լավն է, գուցե դուք էլ եք օգտագործել ու էլի գոհ եք, վստահ եմ գոհ եք։ Ռոնին շատ է խոսել դպրոցում, ասում է, որ ես աստղ չեմ ստացել, որովհետև ես շատ է խոսել եմ։ Ուսուցչուհին ինչ է ասել։ Ասել է։ Մի խոսի Ռոնի։ Հա։ Մի խոսի, չի չեմ անում։ Այսքան ժամանակ Ռոնից բողոքել են միայն շատախոսելու պատճառով։ Անցած ծնողական հանդիպման ժամանակ ուսուցչուհին ասում էր, որ Ռոնին հենց վերջացնում է իր գրավորը ու շուտ վերջացնողներից մեկն է ինքը։ Վերջացնելուն պես սկսում է արդեն ետևի երեխաների հետ խոսել, կողքի, չարաճճիություն անել։ Ռոնի, որ ուսուցչուհին ասում է մի խոսիր։ Դու մեկը էլի խոսում ես։ Հա, այո, ես շատ եմ ուզում խոսեմ։ Բայց դպրոցի դասի ժամանակ չպիտի խոսես, բալ։ Ում հետ ես խոսում։ Դևան, Չմիհան ու 2000 years later. Լավ, իրենք էլ դու իրենց հետ ես խոսում, իրենք էլ քեզ հետ են խոսում, իրենք էլ չստացան աստղ, ստար չեն ստացել։ Միհան ստացա։ Ինչ մատիտ ես դրել գրպանդ, ես ինչի ես դրել գրպանդ, ես երկար մատիտը, հա? Գիշերը ժամը 1:20 է պակաս, ինչպես տեսնում եք, այս ժամին տիրամիսու եմ պատրաստում։ Քանի որ այս տարան չեմ կարող ծածկել, իրեն համապատասխան կափարիչ չկա, սննդային թաղանթով եմ փակում, հերմետիկ փակվում է ու գնում սառնարան։ Սիրելիներս, ես հարևանուհուս եմ սպասում, որ միասին սրճենք։ Ինչ արեց Արեգը, իհարկե չքնեց։ Երեխաները այդպես են, չէ։ Հենց մի բան պլանավորում ես, իրենք չեն քնում, չեն ենթարկվում։ Արեգ քնեց, 10 րոպե անց արթնացա, փորձեցի քնեցնել, չքնեց ոչ մի կերպ, ես էլ ասացի դե լավ, ժամանակը չկորցնենք, մեկա չես քնելու, վեր կաց գնանք հյուրասենյակ։ Զանգեցի, ասացի, որ չքնեց, արի, ոչինչ։
Վլոգի վերջին հատվածում կրկին ձեզ միանում եմ խաղաղ պայմաններում, գիշերով երեխաները քնած են։ Հարևանուհիս եկավ, շատ լավ ժամանակ անցկացրեցինք միասին, 4 ժամուկես միասին էինք։ Good thing you're eating, very good. Now he is resembling that photo of Ronit that you showed. Na, see this? Yeah. Because of the cheek part and hair, yeah. Just this. No, he looks like Ronit. His nose is different. Yeah. Just this part I feel with this picture. Խոսում էինք, զրուցում էինք, Արեգի հետ էինք ծիծաղում, պարում, երկ միացրեցինք, պարեցին ու Արեգը շատ սիրում է իրեն իմիջայլոց, այս անգամ ավելի շատ կապվեց, երևի երկար ժամանակ անցկացրեց հետը, երբ գնում էր արդեն լացում էր ետևից, մի քանի անգամ վերադարձավ, գրկեց, խաղացրեց, նորից գնաց։ Smiling. Կարճ ժամանակ է մնացել, գուցե շատ տարիներ էլ չտեսնենք իրար, չկարողանանք հանդիպել, որովհետև իրենք երկրից գնում են, իր ամուսինը աշխատանքի պայմաններից ելնելով երկրից դուրս է գնում, իրենք էլ դե իհարկե ամբողջ ընտանիքով տեղափոխվում են, իրենց համար շատ ուրախ են բնականաբար, որովհետև լավ աշխատանքի ետևից են գնում, բայց բնականաբար նաև շատ տխրել են, որովհետև վերջապես ինչ որ մեկին գտել էի, ում հետ կարող եմ զրուցել, խոսել, կիսվել իմ մտքերով, ինչպես նաև մենք շատ համակարծիք ենք շատ տարբեր թեմաների շուրջ ու կարողանում ենք շատ լավ զրուցել, ժամանակը այնպես է թռնում, որ չենք է զգում այդպես, միասին շատ ժամանակ գնում ենք ճաշի, գնում ենք ընթրիքի, դե իհարկե կապի մեջ կլինենք, կխոսենք, բայց անձամբ այստեղ ֆիզիկապես ներկա գտնվելը իհարկե ուրիշ է, անկեղծորեն ասում եմ, որ ես դժվարությամբ եմ ինձ մոտ թողնում մարդկանց, ես տեղացի հնդկուհիների հետ լավ չեմ կարողանում մերվել, մանավանդ եթե նրանք ամուսնացած են, որովհետև երբ հանդիպում ես իրենց, թեման հիմնականում սկեսուրներն են, ամուսնու ընտանիքն է, չգիտեմ, իրենց ավանդական արարողություններն են, սա այսպես ասեց, նա այնպես ասեց, չգիտեմ, մեզանից գումար ուզեցին եւ այլն, շատ ընտանեկան խնդիրների մասին են միշտ խոսում, հիմնականում ամուսնու ընտանիքից են բողոքում եւ այլն, տարբեր հարցերով քննարկում են, բամբասանքի է վերածվում ավելի շատ, իսկ ինձ դա չի ձգում, ես չեմ սիրում դա ու դրա համար դա ինձ վանում է, էլի։ Ես ավելի շատ սիրում եմ այլ թեմաներ քննարկել, իհարկե ընկերուհիները նրա համար են, որ նման թեմաներից էլ խոսեն, եթե իրենց հուզող հարց է դա, եթե կարող են թեթևանալ, բայց ոչ միշտ է հաճելի ու ոչ միշտ է ամեն հանդիպման ժամանակ պարտադիր ինչ որ նման խորը ընտանեկան հարցեր քննարկել կամ ֆինանսական հարցեր քննարկել, չեմ սիրում ես այդ թեմաներով խոսել ու ավելի թեթև ջահելական վիճակներ եմ սիրում, ավելի հետաքրքիր թեմաներ եմ սիրում քննարկել։ Մի խոսքով այս հարևանուհուս շատ եմ հավանում ու ափսոսում եմ, տխրում եմ, որ շուտով պիտի գնա, բայց ինչ արած, այդպես է, մարդիկ գալիս են մեր կյանք, հետո պիտի որոշ հանգամանքներից ելնելով հեռվանում ենք, դա է կյանքը, պիտի պատրաստ լինենք, բաց թողնել մարդկանց, կլինի դա ընկերուհի, կլինի դա հարազատ մարդ, երեխա հետագայում, երբ արդեն մեծանան, պիտի հոգեպես պատրաստ լինենք մարդկանց բաց թողել եւ ստրեսակայուն լինենք, էլի։ Երեխաներիս էլ եմ այդպես մեծացնելու, ես Ռոնիից հետ շատ երկար զրույցներ եմ ունենում տարբեր թեմաներով, ես իրեն պատրաստում եմ կյանքի տարբեր իրավիճակներին, այնքան, ինչքան հիմա իր խելքը հասու է ընկալելու, հասկանալու, որպեսզի ստրեսակայուն լինի, որպեսզի ակնկալիքներ չունենա մարդկանցից, իրավիճակներից, որ ինքն իր վրա հույսը դնի, ինքն իրենով երջանիկ լինի, ինքն իրենով լիարժեք լինի։ Մենք մեզանով պիտի երջանիկ ու լիարժեք զգանք, իսկ կողքի մարդիկ դա լրացնում են, այդ երջանկությանը ոնց որ համ ու հոտ են ավելացնում ու լավ մարդկանցով ավելի հետաքրքիր ու ուրախ է անցնում կյանքը իհարկե ու պիտի իմանաս թե ում ես թողնում քո կյանք, քո տուն, գիտակցելով պիտի ընտրես մարդկանց եւ ընկերներին քո շրջապատում, մանավանդ հիմա այս դարում շատ դժվար է կեղծը անկեղծից տարբերելը, այնպես որ այո, մեր երեխաներին պիտի պատրաստենք մեծ կյանքի դժվարություններին, հիասթափություններին, չկոտրվելուն եւ այլն։ Տեսեք որտեղից ուր հասա, բայց իսկապես ասեք, որ կարևոր թեմա է սա։ Հարևանի շանը հանեցին երևի զբոսնելու, ժամը քանիսն է, 11:40։
Դե սիրելիներս, դες այստեղ ասում եմ հաջողություն, շնորհակալ եմ բոլոր լավ խոսքերի համար, որ շռայլում եք մեկնաբանությունների դաշտում, շատ ապրեք, շատ ուրախացնում եք։ Երբ էջի ակտիվությունը բարձր է լինում, շատ կոմենտներ եք գրում, շատ դիտումներ է հավաքում վիդեոն, լայքեր է հավաքում, ես ավելի շատ եմ շահագրգռվում ու ցանկությունս ավելի է մեծանում շատ աշխատելու, որպեսզի ավելի հաճախ վլոգներ տեղադրեմ։ Արեգն արթնացավ, դե ես գնացի։ Հաջող։